Ամռանը Սևանը մեկ շաբաթով դառնալու է տեխնոլոգիական կենտրոն։ Հուլիսի 20-ից 26-ին անցկացվելու է Սևան Ստարտափ Սամիթը, որն իր շուրջն է հավաքելու ստարտափերների, ներդրողների, հնարավորություն տալով նրանց ոչ ֆորմալ միջավայրում շփվելու, կիսվելու փորձով եւ գաղափարներով։ Տարիների ընթացքում միջոցառումը ավելի քան 50,000 այցելու է հյուրընկալել մոտ 60 երկրից։ Սևան Ստարտափ Սամիթը մեզ համար բացի նրանից, որ Հայաստանում կայացնում է եւ նպաստում է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, իբրև աննախադեպ միջոցառում, նաև կարևորվում է նրանով, որ անձնապես իմ կարծիքով ունի մեծ ներուժ վերածվելու գլոբալ բրենդի։ Ծրագիրն իրականացվել է նաև այլ երկրներում, Հնդկաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, եւ ներկայում քննարկումներ են ընթանում այն ընդլայնելու ուղղությամբ։ Սա իմ կարծիքով մեկ այլ կարևոր գործոն է, որ մենք բնականաբար գնահատում ենք, այսինքն ունենալ եւս մեկ նորարար ուրեմն բրենդ, որը Հայաստանը կարող է արտահանել տարբեր երկրներ եւ սա եւս մեկ անգամ գալիս է ցույց դնելու եւ ընդգծելու այս միջոցառման կարևորությունը եւ բացառիկությունը Հայաստանի Հանրապետության կառավարության համար։ Սևան Ստարտափ Սամիթ վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումը կազմակերպվում է 2016 թվականից։ Ստեղծվել է Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից։ Կառավարության որոշմամբ այս տարվա միջոցառումը կազմակերպելու համար 200 միլիոն դրամ է հատկացվելու գիտակրթական հիմնադրամին։ 2024 թվականին արդեն փորձարկեցինք Սևան Ստարտափ Սամիթը ոչ միայն որպես բացառիկ միջոցառում, այլ որպես պլատֆորմ, որի շրջանակներում կայանում են այլ միջոցառումներ այդ կոնցեպտը, եւ անցած տարի 3 նախագիծ կայացան Սևան Ստարտափ Սամիթի ընթացքում եւ պլատֆորմի վրա։ Դրանք էին Agritech Summit-ը, Energy Transition Summit-ը եւ Սևան EV Rally-ն, որը էլեկտրական մեքենաների մրցարշավ էր Սևանի շուրջը։ Ըստ կազմակերպիչների Սևան Ստարտափ Սամիթ 2025-ը նախորդ տարիների միջոցառումներից բացառիկ եւ աննախադեպ է լինելու։ Այս տարի ունենալով այս աջակցությունը, որ մենք շատ ենք կարևորում, մենք ունեցանք հնարավորություն նաեւ մի քանի նոր ոլորտների եւս ներկայացնելու ու փաստացի այս տարի 8-ն են այն նախագծերը, որ տեղի են ունենալու Սևան Ստարտափ Սամիթի ընթացքում։ Ակնկալվում է, որ այս տարի միջոցառումը կհյուրընկալի մոտ 15,000 անձի։ Լիանա Խաչատուրյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։